Աստղերի կախարդանքը մարտի 8-ից կենդանակերպի երկու նշանների համար։ Ձեզ համար կսկսվի նվիրական ցանկությունների կատարման շրջանը։ 2025 թվականի մարտի 8-ից ճակատագիրը կենդանակերպի երկու նշանների համար անակնկալ է պատրաստել։ Աստղաբանները վստահ են, որ այս ժամանակահատվածում աստղերը կշարվեն յուրահատուկ կազմվածքով, որը կբերի հաջողություն և ձեր ամենանվիրական երազանքները կիրականանան։ Խոյերը և այծեղջյուրները կլինեն գլխավոր հաջողակները, որոնց կյանքը կսկսի փոխվել դեպի լավը։ Խոյ՝ նոր հնարավորությունների ժամանակ։ Խոյերի համար 2025 թվականի մարտը իսկական նվեր կլինի տիեզերքի կողմից։ Մարտի 7-ից աստղերը ձեզ համար դռներ կբացեն դեպի նոր հնարավորություններ, որոնք կազդեն ինչպես ձեր անձնական կյանքի, այնպես էլ մասնագիտական ոլորտի վրա։ Ամսվա առաջին կեսին շանսեր կստանաք, որոնք կարող են արմատապես փոխել ձեր կյանքը։ Աստղաբանները խորհուրդ են տալիս համարձակ գործել և չվախենալ ամբիցիոզ նպատակներ դնելուց։ Հենց հիմա ձեր երազանքները կարող են իրականություն դառնալ, եթե ուշադիր լինեք ճակատագրի նշաններին և վստահեք ձեր ինտուիցիային։ Բայց մի թողեք պահը, 2025 թվականի մարտը խոյերի համար կլինի այն ժամանակը, երբ պլանավորված ամեն ինչ կսկսի իրականանալ։ Այծեղջյուրներ՝ էներգիայի հոսք և հաջողություն։ Այծեղջյուրների համար 2025 թվականի մարտի 7-ից կսկսվի էներգիայի հզոր հոսք, որը հաջողություն կբերի և ցանկությունների իրականացում։ Այս շրջանն իսկապես կախարդական կլինի ձեր առջև, նոր հորիզոններ կբացվեն կարիերայում, ֆինանսներում և անձնական կյանքում։ Աստղերը խրախուսում են այծեղջյուրներին չամաչել իրենց ամենադաժան երազանքները կատարելուց։ Դուք բոլոր հնարավորություններն ունեք հասնելու նրան, ինչի մասին վաղուց երազել եք։ Օգտվեք ձեր ճանապարհին հայտնվող յուրաքանչյուր հնարավորությունից ձեր կյանքը դարձնելու այնպիսին, ինչպիսին որ միշտ ցանկացել եք։ Ինչու հենց խոյ և այծեղջյուր։ Աստղաբանները բացատրում են, որ 2025 թվականի մարտին մոլորակները կդասավորվեն այնպես, որ կենդանակերպի այս երկու նշանները կլինեն աստղերի հատուկ ազդեցության տակ։ Այս ժամանակը նրանց համար կդառնա վերափոխման շրջան, երբ երազանքները կսկսեն իրականանալ և նպատակները կհասնեն անհավանական հեշտությամբ։ Բայց մի թողեք այս բացառիկ հնարավորությունը, հետևեք ճակատագրի նշաններին, վստահեք ձեր ինտուիցիային և գործեք վճռական։ Ձեզ ուրախ գարուն ենք ցանկանում։ Բայց կան նաև 3 հաջողակներ, ովքեր ընդհանուր գարնան ամսվա ընթացքում կլինեն հաջողակ։ Վերջապես նրանց համար ամեն ինչ կփոխվի դեպի լավը։ Կենդանակերպի շատ նշանների համար 2025 թվականի փետրվարը բարդ և սթրեսային ամիս էր։ Աստղաբանական տարբեր գործոնների ազդեցության տակ շատերն իրենց անձնական կյանքում և կարիերայում սթրես, դժվարություններ և անորոշություն են զգացել։ Այս ժամանակը դարձել է ուժերի իրական փորձություն, ստիպելով մեզանից յուրաքանչյուրին փնտրել ներքին ռեսուրսներ և ուժ խոչընդոտները հաղթահարելու համար։ Աստղաբանները կանխատեսում են, որ մարտը ոչ պակաս բարդ է լինելու։ Այնուամենայնիվ, կենդանակերպի որոշ նշանների համար այս ամիսը շրջադարձային կլինի։ Վատ շարքը վերջապես կավարտվի և ամեն ինչ կսկսի լավանալ։ Նրանց համար, ովքեր համբերատար են և համառ, մարտը կբերի նոր հնարավորություններ, դրական փոփոխություններ և հույսեր լավագույնի համար։ Կենդանակերպի որ նշաններին է սպասվում երջանիկ և հաջողակ գարուն։ Այս մասին խոսել է աստղաբան Մաքայլա Մաքրեյը։ Կույս՝ փետրվարյան շրջանը կույսի համար փորձություն ստացվեց։ Հետադիմական Մարսը իր երկարաժամկետ ցիկլով, որը սկսվեց 2024 թվականի ձմռանը, մեծ սթրես բերեց կույսերի կյանքում։ Այս լարված տարանցումը հատկապես զգացվել է Մարսի առյուծում գտնվելու ժամանակ, բայց թեթևացումը եկավ 2025 թվականի փետրվարի 23-ին։ Մարսի շարժումը դեպի խեցգետինների նշան հարթեցրեց կոպիտ եզրերը և թույլ տվեց կույսերին ավելի հեշտ շնչել։ Կույսերը հասնելով հյուսվածության կրիտիկական կետի, գիտակցեցին փոփոխությունների անհրաժեշտությունը։ Նրանք այլևս չեն հանդուրժում լղոզված սահմանները ոչ աշխատավայրում, ոչ էլ անձնական կյանքում։ Այս շրջանը ձեզ համար մի տեսակ դաս է դարձել տիեզերքից ինքնահարգանքի և հոգատարության կարևորության մասին։ Այժմ կույսերը ձգտում են ապահով տարածք ստեղծել իրենց ներսում։ Մարտը ապաքինման և վերականգնման ժամանակաշրջան է։ Խեցգետին։ Խեցգետնի համար Մարսի հետադիմության ավարտն իրենց նշանում ազատագրում էր, որը ազատեց անորոշության և հուզական ցնցումների ծանր բեռից։ Անցյալ տարվա դեկտեմբերից այս նշանը խորը ներքին ճգնաժամ է ապրում, անսպասելի կոնֆլիկտներով և ինքնագնահատականի տատանումներով։ Այժմ խեցգետինը թևակողում է գիտակցված անձնազոհության փուլ, որտեղ առաջնահերթություն է դառնում սեփական զգացմունքների մասին հոգալը։
Առյուծ հետադիմական Մարսը մի քանի ամիս փորձարկել է ոչ միայն առյուծների հոգու ուժը, այլև խորը զգացմունքային ցնցումներ է բերել։ Նրա ներաշխարհը ծանր ճնշման տակ էր։ Առյուծներ, փորձության է ենթարկվել ձեր ամրությունը։ Հիմա ժամանակն է, որ այս կրակի նշանը վերականգնվի։ Առյուծը ստիպված կլինի կոտրել անցյալի արատավոր շրջանները, կենտրոնանալ ներաշխարհի վրա եւ ինքն իրեն հնարավորություն ընձեռի սկսելու ճանապարհը դեպի մեծ նպատակներ։ Իսկ այս ամենին զուգահեռ վերջում ձեր ուշադրությանը կներկայացնենք կենդանակերպի, որ նշաններն են համարվում ամենախորամանկը։ Խորամանկությունը միշտ գրավել է մարդկանց ուշադրությունը, սակայն մեզ բոլորիս չէ, որ կարելի է խորամանկ անվանել։ Երբեմն շատ դժվար է ճանաչել շրջապատի իրական խորամանկներին, քանի որ նրանք կարող են հմտորեն քողարկվել։ Այսպես թե այնպես, մանիպուլյացիայի հակումը կարող է կապված լինել կենդանակերպի նշանի հետ։ Եվ այսպիսով Համար 12 խոյ։ Խոյերը զարմանալի մարդիկ են, նրանք ազնիվ են ու շիտակ, բայց նրանցից խորամանկություն սպասել պետք չէ։ Համար 11 կույս։ Կույսերը հիանալի վերլուծական հմտություններ ունեն եւ միշտ ուշադիր են մանրուքների նկատմամբ, նրանք չեն կարող կեղծ լինել։ Դժվար իրավիճակներում նրանք վստահում են իրենց ինտելեկտին եւ ողջախոհությանը։ Նրանք փորձում են գործել այնպես, որ իրենց գործողությունների բացասական հետևանքները նվազագույնի լինեն։ Համար 10 կարիճ։ Կարիճներն անընդհատ չեն կարող ստել։ Նրանք դա անում են, երբ դա ուղղակի անհրաժեշտություն կա։ Սրանք ինքնավստահ եւ հպարտ մարդիկ են, ովքեր չեն դիմի թեկուզ փոքր ստի։ Կարիճները կարող են մանիպուլյացիաների դիմել, երբ նրանք պետք է վրեժխնդիր լինել։ Կարիճները շատ խորհրդավոր եւ հանելուկային են։ Բայց եթե նույնիսկ խորամանկ են լինում, ոչ ոք դա չի տեսնում։ Համար 9 այծեղջյուր։ Այծեղջյուրները գիտեն, թե ինչպես զարմացնել ուրիշներին։ Նրանք լուրջ եւ ազնիվ են, բայց շատ հազվադեպ են խաբեության դիմում։ Նրանք հավակնոտ են եւ վճռական, բայց սովոր են արդյունքի հասնել սեփական աշխատանքով։ Այծեղջյուրները գիտեն ճիշտ պահերին լռել։ Նրանց համար ավելի հեշտ է թույլ տալ, որ ուրիշներն իրենց մասին մտածեն այն, ինչ ուզում են։ Այծեղջյուրները կարողանում են հեռու մնալ կոնֆլիկտներից։ Համար 8 ցուլ։ Արտաքնապես ցուլերը շատ հանգիստ եւ խաղաղ են թվում, բայց իրականում նրանք գաղտնապահ են։ Նրանք փորձում են մանիպուլացնել իրադարձությունները, որպեսզի չներքաշվեն կոնֆլիկտների մեջ։ Երբեմն նրանք խեղաթյուրում են իրական փաստերը։ Ցուլերը հակված չեն բացահայտ ագրեսիայի եւ առճակատման։ Համար 7 երկվորյակներ։ Երկվորյակները գիտեն, թե ինչպես շփում հաստատել ուրիշների հետ եւ նրանց ասել այն, ինչ ուզում են, բայց նրանց սուտը դժվար թե երբևէ չար լինի։ Երկվորյակներն իրենց բնույթով երկակի են։ Նրանք սիրում են խաղալ ուրիշների գիտակցության հետ։ Համար 6 խեցգետին։ Խեցգետիններն ինքնապաշտպանության խիստ կարիք են զգում։ Նրանք հոգ են տանում իրենց ընտանիքի եւ ընկերների մասին եւ պաշտպանում են իրենց համար թանկ մարդկանց։ Համար 5 առյուծ։ Առյուծները սովոր են, որ իրենցով հիանում են։ Երբեմն նրանք խեղաթյուրում են ճշմարտությունը եւ գեղեցկացնում այն։ Համար 4 աղեղնավոր։ Աղեղնավորները հակված են արկածների, նրանք սիրում են ազատություն եւ անկախություն, սակայն միշտ չէ, որ հնարավոր է ազնվորեն գործել իրենց ծրագրերն իրականացնելու համար։ Համար 3 կշեռք։ Կշեռքները աներևակայելի հմայիչ են։ Նրանք կարող են խոսել ուրիշների հետ ամեն ինչի մասին։ Նրանք միշտ լսում են։ Կշեռքները հիանալի դիվանագետներ են։ Համար 2 ձկներ։ Ձկներն ապրում են իրենց աշխարհում, նրանք դա ստեղծում են իրենց համար։ Ձկները ստեղծագործ եւ երևակայություն ունեցող մարդիկ են։ Եվ համար 1 ջրհոս։ Ջրհոսներին կարելի է անվանել կենդանակերպի շրջանի գլխավոր խորամանկներ։ Սրանք մարդիկ են, ովքեր իրենց առջև տեսնում են տարբեր հնարավորություններ։ Նրանք օգտագործում են խորամանկությունը իրենց ծրագրերը կյանքի կոչելու համար։ Դե ինչ այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Շնորհակալություն ուշադրության համար։